Եվս մեկ զույգ է պսակել Հովանավանքում կարգալույց քահանան։ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու տակ Ստեփան Ասատրյանը ինքնիրավչություն է անում վանքում։ Շատ վերլուծաբաններ պնդում են, թե այլընտրանքային հոգևոր օրակարգ է առաջ քաշել, փոխելով Հովանավանքի դարպասի փականները ու փակելով դուռը օծյալ քահանայի առաջ։ Չնայած կադրերում էլ երևում է, որ նոփնորեն փականները, Ստեփան Ասատրյանը վստահեցնում է, թե չի փոխել դրանք։ Փոխված է փականների եկեղեցու։ Ոչ։ Հիմա երբ որ Հովանավանքի օծյալ քահանա Տեր Սարգիսը պնդում է, որ աչքով է տեսել, ինչպես են եկեղեցու դռներից հանել հին փականները։ Կարգալույց քահանան Տեր Սարգսին սկզբում ասել է, թե անվտանգությունից ելնելով են փոխվում եկեղեցու բանալիները։ Հետո, սակայն, նոր բանալիները չի տվել եկեղեցու քահանաներին, խաթարելով նրանց ծառայությունը Հովանավանքում։ Ափսոս, որ ես չհասցրեցի նկարել այդ պահը, երբ որ միջուկը հանված էր ու այդ տեղը դատարկ էր, ինչու էին հանել։ Տեր Սարգիսը փաստացի ոչ կարող է, ոչ էլ ուզում է այս իրավիճակում Հովանավանք մտնել։ Նախ դուռը հենց իր առաջ են փակել, հետո կարգալույց քահանայի կողքին հոգևոր ծառայությունն առաջ տանել, ասում է չի ցանկանում։ Գնամ նկարեմ։ Ինքն ու Տեր Մանուկը անգամ չգիտեն, ինչ ծեսեր են նախատեսված Հովանավանքում։ Գրանց Համատյանը վանքում են թողել։ Կարող եմ ես էլի հավաքել այդ ժողովրդին եւ կանգնեմ այնտեղ, այդ ժողովուրդը գա եւ ասի, որ մենք ուզում ենք, որ Տեր Սարգիսն անի, բայց ես անձամբ չեմ ուզում այդ ժողովրդին այդ տեսակ արարողության հրավիրել։ Ստեփան Ասատրյանը, որ տեսախցիկը տեսնելուն պես վեր է կենում տեղից եւ եկեղեցում ինչ-որ դասավորություններ անում, ասում է, որ ծիսակատարությունների Գրանց Համատյանն իր մոտ չէ։ Մատյանն էլ է ձեր մոտ։ Տեր Սարգսի խոսքով ինքն է անձամբ այդ Գրանց Համատյանը թողել եկեղեցում։ Իսկ այդ Գրանց Համատյանը, որի մեջ որ մենք միասնաբար նշումներ էինք անում մեր արարողակարգերի համար, ես թողել եմ եկեղեցու, ին վերակցելու կամ արդարացումներ փնտրելու, պիտի որ կարիք չունենար։ Տեր Սարգիսն ասում է, որ այս օրերին օհանավանցիների երկու պսակադրություն այլ եկեղեցում է կատարվել։ Շատերը չեն ցանկանում Հովանավանք մտնել, երբ իմանում են, որ այնտեղ ծառայություն մատուցող քահանան կարգալույց է։ Ինքը եթե իրապես ճշմարտացի է ու ազնիվ է, թող ինքը ճշմարտացիորեն ընդուներ եկեղեցու կողմից իր համար կատարված վճիռը, թող ժողովրդին ազնվորեն ասեր, որ ինքը այլևս չի կարող որևէ ծառայություն կատարել։ Ինչի հետևից եք ընկել, ուղիղ հարցնում է կարգալույց քահանան։ Մի մեծ բան չէ, եթե անգամ եկեղեցու փականները փոխվել են։ Եկեղեցին ու կաթողիկոսը իրենից ավելի կարևոր գործեր պետք է ունենային։ Ակնարկում է ըստ էության Աշակ Սրբազանի սկանդալային տեսանյութերը։ Շատ կարևոր հարցեր կա այսօր եկեղեցում էր, որ պետքա դրան անդրադառնալ։ Համացանցով խայտառակ լուրեր ենք ստանում, տեսանյութեր ենք տեսնում։ Խնդրում եմ գնացեք Մայրաթոր այնտեղ պարզաբանումների։ Ինձ թվում է, որ այսօր եկեղեցում ամենալուրջ հարցը զամոկների միջուկների հարցը չի, ուղղակի ծիծաղելու է ամեն ինչ, այսինքն ձեր վերաբերմունքն է սա նաև եկեղեցու նկատմամբ, թե ինչն է ձեր համար եկեղեցու մեջ կարևոր եւ ինչը անկարևոր։ Բայց դրանց միջոցով են, չէ՞, հոգեվորական միջուկներն է, չգիտեմ, ծիծաղելի է։ Ստեփան Ասատրյանին դեռ ուսանողական տարիներից ճանաչող մեկ այլ կարգալույց քահանա է զրուցել Հայլուրի հետ։ Արթուր Խնոյանը չի ընդունում իր նախկին հոգևոր եղբոր այսօրվա քայլերը։ Նախկին Տեր Արամի պարագայում այս ամեն ինչը խախտվել է։ Ինքը ասում է ես եկեղեցին սիրում եմ, բայց հակառակ բանն է անում։ Ինքը խոնարհություն է խաղացում, բայց խոնարհության բան չկա այնտեղ։ Դրա համար ցավալի է տեսնել այս։ Արթուր Խունոյանն անձամբ է դիմում ներկայացրել, խնդրելով կարգալույց անել իրեն։ Պատմում է, որ կաթողիկոսն իրեն մի քանի անգամ կանչել է առանձնազրույցի, փորձել է հետ պահել որոշումից։ Ինչ էլ լինի, ես նորից եմ ասում, ես կենթարկվում եմ օրվա կաթողիկոսի հրանգին։ Ինչ էլ լինի, ես կամանամ եկեղեցու բավական։ Ապշել է, երբ լսել է Ստեփան Ասատրյանի հայտարարությունը, թե իբր կաթողիկոսը նրան ստիպել է մասնակցել ընդդիմության ցույցերին։ 2010 թվականի դեպքերի ժամանակ կաթողիկոսը ուղարկել է հոգևորական մեջ, բայց ոչ թե ուղարկել է նրա համար, որպեսզի ինչ-որ մեկին աջակցեն կամ այլ մեկին դեմ դուրս գա, այլ հոգևորականն է ընդեղ են եղել, որպեսզի
իրար մեջ ընդհանուրներ տեղի չունենան։ Որտեղ մարդիկ կան հավաքված, առավել եւս եթե լարված է իրավիճակը, այնտեղ պետք է լինեն հոգևորականներ։ Արթուր Խունոյանը չի կարծում, թե հանրահավաքներին գնալ-չգնալն է Ստեփան Ասատրյանի անհնազանդության պատճառը։ Ինքը իր վարկածն ունի։ Ենթադրում է փողոցյան սատանայի դողմից շարունակողից։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։